Ես հաղթեցի աշխարհին։ Այս բաները առակներով ասացի ձեզ, պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ հայտնապես հոր մասին պիտի պատմեմ ձեզ։ Այն օրը իմ անունով պիտի խնդրեք, եւ ձեզ չեմ ասում, թե ես պիտի աղաչեմ հորը ձեզ համար։ Քանի որ հայրն ինքն իսկ սիրում է ձեզ, որովհետև դուք սիրեցիք ինձ եւ հավատացիք, որ ես Աստծուց ելա հորից եւ եկա աշխարհ, դարձյալ թողնում եմ աշխարհը եւ գնում հոր մոտ։ Աշակերտները նրան ասացին. ահա հիմա բացահայտ ես խոսում եւ ոչ մի առակ չես ասում։ Հիմա գիտենք, որ ամեն ինչ գիտես, եւ պետք չկա, որ մեկը քեզ բան հարցնի, դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. այժմ հավատում եք։ Ահա պիտի գա ժամանակ, եւ արդեն իսկ եկել է, երբ պիտի ցրվեք յուրաքանչյուրդ իր տեղը եւ ինձ միայնակ պիտի թողնեք։ Սակայն ես միայնակ չեմ, որովհետև հայրն ինձ հետ է։ Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Աղոթք առ Հայր։ Հիսուս, երբ այս բաները խոսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. Հայր, հասել է ժամը, փառավորիր քո որդուն, որպեսզի քո որդին էլ քեզ փառավորի։ Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա այն ամենքին, որ նրան տվեցիր։ Հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա, լրացրի այն գործը, որն ինձ տվիր, որ անեմ, եւ դու այժմ փառավորիր ինձ, Հայր, քեզ մոտ եղող այն փառքով, որ ունեի քեզ մոտ, նախքան աշխարհի լինելը։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից։ Նրանք քոնն էին, եւ ինձ տվեցիր նրանց, ու նրանք քո խոսքը պահեցին։ Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվիր, ես նրանց տվեցի։ Եվ նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, եւ նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։ Արդ, ես նրանց համար եմ աղաչում։ Ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ նրանց համար, որոնց դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոն են, եւ ինչ որ իմն է, բոլորը քոն է, եւ ինչ որ քոն է, այն իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ։ Եվ ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են, եւ ես դեպի քեզ եմ գալիս։ Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունով, որով ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես մենք էլ մի ենք։ Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով,
որով ինձ տվեցիր, և ես պահեցի, ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորսյան դատապարտված մարդուց, որպեսզի գրվածը կատարվի։ Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս, և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք իրենց մեջ իմ լիակատար ուրախությունն ունենան։ Ես նրանց տվի քո խոսքը, և աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ։ Այս աղաչում եմ ոչ թե նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպեսզի նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ, և ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հավատացողների համար, որպեսզի ամենքը մի լինեն, ինչպես դու, Հայր, իմ մեջ, և ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, թե դու ինձ ուղարկեցիր։ Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տվեցիր, որպեսզի մի լինեն, ինչպես և մենք մի ենք, ես նրանց մեջ, և դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, և աշխարհը գիտենա, որ դու ուղարկեցիր ինձ, և ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։ Հայր, ում որ ինձ տվիր, կամենում եմ, որ ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։ Արդար Հայր, թեև աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել, և ճանաչեցրի նրանց քո անունը, ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես նրանց մեջ։